Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Սիրել նշանակում է գործել։ Այսօր շատերն են խոսում սիրուց, իսկ առաջիկայում տարբեր լրատվամիջոցներ ավելի շատ են անդրադառնալու սիրո թեմային։ Սակայն ես ուզում եմ քեզ կոչ անել, որպեսզի այսօր միասին խորհենք այն մասին, թե ինչ զարմանահրաշ կերպով է Աստված Իր սերը հայտնում մեզ։ Սիրելի՛ բարեկամ, կարևոր է նշել, որ Աստված Իր սերը չի տալիս միայն ընտրված մարդկանց՝ արտոնյալներին կամ վերնախավին։ Ոչ, Նրա սերը բոլորի համար է՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան։ Հովհաննես 3:16-ում կարդում ենք Տեր Հիսուսի հայտնի խոսքերը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Ես շատ եմ սիրում Հովհաննես 3:16 խոսքը։ Կարծում եմ, որ այն Հովհաննես 3:36 խոսքի հետ միասին կազմում է Աստվածաշնչի ամենաառանցքային հատվածներից մեկը, որտեղ դրսևորվում է մեր հանդեպ Աստծու սիրո խորությունը և մեր փրկության ճշմարիտ ուղին։ Աստված անսահմանորեն խորը սիրով սիրում է մոլորակի 8 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրին անխտիր և առանց բացառության։ Նա անհատապես ճանաչում է նրանց և գիտի նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու բնավորությունը, ապրելակերպն ու խնդիրները։ Նա գիտի նաև մեզնից յուրաքանչյուրի կյանքում մեղքի բերած տառապանքի ու կործանարար ազդեցության մասին։ Նա սիրում է մեզ և արձագանքեց այդ տառապանքին Իր միածին Որդուն ուղարկելով աշխարհ, որպեսզի Նա կրի մեր մեղքերի պատիժը և մեր փոխարեն չարչարվի ու մահանա Գողգոթայի խաչի վրա։ Տեր Հիսուսը վերցրեց մեր մեղքերը, մեր հանցանքներն ու մեր դատապարտությունը։ Ինչպես երկաթե բարձր սյունը դեպի իրեն է ձգում կայծակի հարվածը, այնպես Տեր Հիսուսը դեպի Իրեն ձգեց Տեր Աստծու արդար բարկությունը, որը դեպի մեզ էր ուղղված։ Նա Իր վրա վերցրեց և կրեց մեր պատիժը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տիրոջ սերը պարզապես զգացմունք չէ։ Աստծու սերը գործողություն է։ Եթե Նա սիրում է, ապա Իր սերը արտահայտում է համապատասխան գործերով։ Խաչի զոհը, երկրի վրա եկեղեցու հաստատումը, առողջ հոգևոր մարդկանց ներկայությունը քո կյանքում և շատ այլ դրսևորումներ Տեր Աստծու սիրո և հոգատարության գործերն են։ Եվ ես վստահաբար ասում եմ, որ Աստված Իր սերն այսօր էլ ուզում է դրսևորել քո հանդեպ։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին, ուսուցանած սկզբունքներին և սիրո գործին։ Գտի՛ր ճշմարիտ և Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվող եկեղեցի։ Հաստատվի՛ր հավատքի կյանքի մեջ և փոխակերպի՛ր քո կյանքը հավատքի աճի և պտղաբերության շնորհիվ։ Թույլ տուր, որ Աստծու անսահման ու անսասան սերը պարուրի քեզ այսօր և քո կյանքի բոլոր օրերին։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով՝ Արման Մանուկյան։